Ողջույն, այս օրերին համացանցի հատկապես արցախյան հատվածը բառից բուն իմաստով ուղղակի եռում է Արթուր Ավանեսյանի կանդազի ձերբակալության հետ կապված լուրերից։ Այսօր այս թեմայի մասին ենք խոսելու, իրավիճակը գնահատելու ենք մի քանի, գուցե նաև ոչ այնքան հաճելի կողմերից։ Բայց մինչ թեմային անցնելը շնորհակալություն եմ հայտնում YouTube-յանի Մալիքի հին ու նոր բոլոր բաժանորդներին, իսկ նրանց, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, սիրով հրավիրում եմ, խոստանում եմ անկեղծ զրույց, անգամ եթե դա ձեզ դուր չգա։ Եվ այսպես անցնենք օրվա թեմային։ Ապրիլի 27-ին հայտնի դարձավ, որ հակակոռուպցիոն կոմիտե բերման է ենթարկվել Սամվել Կարապետյանի թիմակից նախկին հետախույզ Արթուր Ավանեսյանը, ով Արցախում ավելի շատ հայտնի էր կանդազմ անվամբ։ Շատ չանցած հայտնի է դարձել նաև, որ Ավանեսյանի ձերբակալությունն իրականացվել է ընտրակաշառք տալու գործի հետ կապված։ Այս թեզը հիմնվում է գաղտնալսումների արդյունքների վրա, որը հրապարակվել է հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։ Վստահ եմ շատերդ լսել եք, բայց չի խանգարում, եկեք առնվազն մի հատվածը նորից լսենք, հետո դրան նորից վերադառնալու ենք։ Չկա, ինչքան միշտ Քի, գործով։ Կամս դրկյամ։ Հա, Փողոնտան բայց։ հա, Կարևորը դա է թեք փողտան։ հա։ Լավ բանը ես ասալով նա պիտի անեմ էլի, էտա։ Դու գիտեմ ես ինչ եմ ուզում։ Դե հա, возвращение блудного сына, а? Այո։ Հնարավոր է ելիտես բանը ինգի դամեր խոքս։ Մատերացրով էր արդեն շտերը շտանում ականքյամը։ Հայ մուկ պիտի խոսենք, խոնց պիտի անենք ասե, գիտեմ։ Չէ, դուք պիտի պրոստու կյակ ներկանակ ծապտակ։ Շամպանսկի պեչի պիրիպ տրեքսն է։ Չէ, շամպանսկին տրեքսնան ու սեմսի 7-7-ը։ Տամազիկինը հույսկա յանի լավայնն են։ Վետի եշիմոտ։ Դե եշոլ եմ ձայն տալան։ Դե վեր ընտրվենք լոխինդան։ Ասացը դուժե ինտերլեն է, պաշտոնի իստին մեջ է, բարկնոր։ Ես ինչ ասալ։ Լոխինդան է։ Խոարևըտ կծեմ։ Դու օրիք է շանտանանա։ Պետի ժողովորդնել հավատան էլի։ Դե հինգի դա։ Բայց մի պենում մտածում, ասում կարող է բյուրդան մերը ծերենեք յանա։ Տեսպեն հնարավոր է, Կարող է, եթե կոալիցիայի հարցինի կարող է։ Դե ես տա կոզեմ, կոզեմ տհենչինի, ձև տրան հնար է անելը։ Լոխինդան է ադր։ Պասպորտ փոխածա։ Լող պատրաստ, ընկնտանյոք հանդեր։ Ուրեմն գրասենյակը Տերյանի 59-ը, 69-ը։ Բանում չէ տաորիշ կազմակերպություն ալի ուժեղ Հայաստանը։ Տեղը։ Դա ինչա ախպեր, տա գուրտատ է մուրտեղայնում տեղ թա։ Չէ, տա քաղաքական բանն է պատրաստում ընտրությունների։ Գործածը վեր ասկերանք են վախտան է։ Ադե հորայե տերնալի մի օր էլ մեր օրը լիքյա։ Ընչա։ Գնական, պրազնիկ է վակիրական։ Հորայե մեր բալակադալ սրանալ հալաշան տղային։ Հայր տոկոս։ Ունցուս։ Մարդան լեցկավորված։ Այն, ինչն առաջին հերթին ուշադրություն է գրավում հակակոռուպցիոնի տարածած ձայնագրությունները լսելիս, այն է, որ հնչում են խոսակցություններ գրեթե բացառապես Արցախի բարբառով։ Գուցե Արթուր Ավանեսյանը այս ընթացքում զրուցել է միայն արցախցիների հետ, 100%-ով չի կարելի բացառել նաև այս տարբերակը, բայց դա անկեղծ ասենք շատ քիչ հավանական է։ Հնարավոր չի պատկերացնել, որ ընդդիմադիր դաշտի գլխավոր դերակատարներից մեկի աչքի ընկնող ներկայացուցիչը շփումներ ունենա բացառապես արցախցիների հետ։ Այդ դեպքում ինչու են ընտրվել հենց արցախցիների հետ հեռախոսազրույցներից հատվածները, ում էր պետք հենց արցախահայերին թիրախավորելու համար լրացուցիչ առիթ ստեղծել։ Եվ վերջո չեմ կարծում, թե որևէ մեկը չի պատկերացրել, որ գործը նման փաթեթավորմամբ ներկայացնելը նշանակում է միանգամից ամեն ինչում մեղավոր նշանակել արցախահայերին։ Ավել բան ասել պետք չէ։ Ըստ ձայնագրության արցախցի բարձրաստիճան զինվորականը մի խումբ արցախցիների համոզում է քվեարկել ընդդիմադիր ուժի օգտին։ Կարծում եմ պատկերացնում եք, թե Հայաստանի շարքային բնակիչը ինչպես պետք է վերաբերվի այս ամբողջ փաթեթին։
Իհարկե կարելի է ուղիղ եթերներով կոչ անել, սիրել արցախցի քույրերին եւ եղբայրներին, բայց հավատացեք, մի այսպիսի ձայնագրությունը բավական է, որ այդ բոլոր կոչերի դրական հետևանքները զրոյացնի։ Սա ֆիքսենք ու վերադառնանք Արթուր Ավանեսյանին։ Ձերբակալությունից շատ չանցած հայտնի դարձավ, որ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը կալանավորվել է 2 ամսով։ Այս մասին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Ով է Արթուր Ավանեսյանը։ Արցախցիներից շատերը լավ գիտեն, Ուժեղ Հայաստանն էլ օպերատիվ տեսահոլովակ տարածեց, որ ով մոռացել է հիշի, ով չգիտի իմանա։ Ես Հենրի Ալբերտի Սարգսյանն եմ, ծառայել եմ Պաշտպանության բանակի շարքերի մոտ 23 տարի։ Ծառայել եմ Պաշտպանության բանակում 93 թվականից, դեռևս 17 տարեկան չլրացած։ Արթուր Ավանեսյանին ճանաչել եմ դեռևս 92 թվականին, դեռևս այդ ջահել հասակից կամավոր գնացել է կռվի, հայրենիք պաշտպանելու, ինքը անգամ հայրենասեր տղա է, որ կռվից հետո մնացել է իր սեփական փորձը ուրեմն փոխանցելու նոր սերունդին։ Դիպուկահար էր սկզբից, հետո բոլոր հրամանատարական պաշտոններով վաշտ, գումարտակ օղակը, զորամաս հրամանատարի տեղակալ, դիվիզիայի հետախուզության պետ, բոլոր այդ պաշտոնները ինքը անցել է։ Իրային քաջությունները, որ սարանի գործողությունների մարտի ժամանակ մարդկանց մենակ են որ ասում առաջինը համ դուք եք տալի, համ հիանում էինք այդ մարդու։ Արթուրը մի տեսակ է, որը ինքը ոգեշնչող է։ Ոչ միայն սպաներին էր ոգեշնչում, նաև բոլոր զինվորներին։ Արթուրը որտեղ որ կար, զինվորները մի տեսակ իրանց լավ էին զգում, ամուր էին զգում։ Ինքը անգամ ազգասեր տղա է, որ իր համար կարճացած քրվու չէր կայնել։ 94 թվականի մայիսին, երբ որ այդ տարի զինադադար, իր համար մինչև 23 թվականի տեղահանումը միշտ կարելի է ասել քրվել է։ Ինքը գիշեր ցերեկ չուներ, ինքը մշտապես ուներ զորքի հետ առաջնակություններ լինել։ Կարող էր գիշերվա ժամը 3-ից ցերեկի ժամ չկար։ Եվ իր զինակից ընկերների շնորհիվ որ լավ հետախուզություն ա վարվել Շուշիի օպերացիայի պլանավորումը կազմակերպելու դա եղել է հենց իրանց հետախուզության տվյալները, որոնք որ իրանք հետախուզել են Շուշիի մոտակայքերը ու այդ տվյալների հիմքով պլանավորել է Շուշիի ազատագրումը, որ արդյունքում մենք տեսել ենք շատ լավ։ Մարտական առաջադրանքներ կատարելու ժամանակ գնդապետ Ավանեսյանը միշտ ոչ թե ներկա էր, այլ մասնակից էր։ Սպայի պատին միշտ բարձր էր պահում, մարտական ցանկացած խնդիր կատարման ժամանակ ինքը առաջնագծում էր, առաջնային էր, կառավարում էր, հմուտ էր կառավարում։ Ու հակառակորդն էլ է իմանում գնդապետ Ավանեսյանին, իրան նկարից էլ է վախենում։ Հակառակորդը Արթուրի նկարից էլ է վախենում, մեր Կանդազից։ Կանդազը լեգենդար մարդ է, Կանդազը սա հարգում սիրում են, հրամանատարական օղակներում, զինվորից սկսած մինչև նախագահ ճանաչում հարգում են։ Ես գիտեմ Ուժեղ Հայաստան կուսակցությունը առաջարկել է Ավանեսյանին անվտանգության հարցերով պատասխանատու ու ճիշտ արել։ Ինքը ունի մեծ փորձ, մեծ վստահություն, ինքը կարող է անել էլ ավելին։ Հիմա անդրադառնանք արձագանքներին, դրանք շատ էին։ Սկսենք Արթուր Ավանեսյանի կուսակից, հայրենակից Արեգա Հովսեփյանից։ Ինչպես առավոտյան հայտնի դարձավ, ժամը 8-ի շրջակայքում ձերբակալվել է Ուժեղ Հայաստան կուսակցության անվտանգային թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը, լեգենդար հետախույզը, պատերազմի հերոսը, որին ժողովուրդը ավելի շատ ճանաչում է Կանդազ մականունով։ Տանը իրականացվել է խուզարկություն, խուզարկության ընթացքում որևէ առարկա քրեական վարույթին առնչվող չի հայտնաբերվել, ավելին ապօրինի որևէ առարկա չի հայտնաբերվել։ Նա մեղադրվում է ընտրակաշառքի գործով, մեղադրանքը բնականաբար չի ընդունում եւ այս պահին մենք սպասում ենք որոշմանը, թե դատը երբ է տեղի ունենալու։ Այս պահին նա ունի մեղադրելի կարգավիճակ եւ ձերբակալված է։ Սա Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանի դեմքն է, երբ նա իրականություն է դարձնում Ալիևի վաղեմի երազանքները։ 30 տարվա ընթացքում Ալիևը չի կարողացել ձերբակալել Կանդազին, դա այսօր անում են Հայաստանում, մայր Հայաստանում Հայաստանի իշխանությունները։ Կա նաև հակառակ կարծիքը էլի արցախցու կողմից, բայց արդեն ոչ Ուժեղ Հայաստանից։ Երեկվանից
Ին վրա անձնականից այնքան նամակներ եկավ, որը բացում եմ հայտնի ձայնագրությունն է, որտեղ կանդազմականունով հայտնի լեգենդար հետախույզը ոչ լեգենդար զորույցներ է անում, ոչ ռազմետչիկի, ոչ բարձրաստիճան սպայի վայել զորույցներ է անում, մտածելակերպը եւ մոտիվացիան եւ ընդհանրապես քաղաքականության մոտիկացումը իր անընդունելի է։ Հիմա ինքը պետք է արդյոք գոնե զրուցում են, էլի ասի եղբայր, թե գլխավորը փողը չի, փողին թքած, մենք պետություն ենք կորցնում, մենք Արցախ կորցրինք Նիկոլի պատճառով, Հայաստանն ենք կորցնում, փողս որն է, ինչ փող, ինձ փող չի հետաքրքիր, հանուն գաղափարի գնացել եմ ես Տերյան, բայց դուք եկեք Տերյան, ծափ տալու համար։ Հասկանում եք, սենց կարան ասել, որ ինքը ապացուցել, որ ինքը պետության մասին մտածող մարդ է։ Ասում է արևդ կծի, մա դու ուրիշ տղայիս։ Արդյոք պատահական է գնահատականների այս տարբերությունը, ես կասեի անգամ հակադրությունը, բոլորովին, անգամ հակառակը։ Արդյոք Արթուր Ավանեսյանը չէր պատկերացնում, որ քաղաքական պայքարի մեջ մտնելով ինքը նաև քաղաքական գնահատականների համար թիրախ է դառնալու։ Վստահ եմ, որ գիտեր ի վերջո նա տասնամյակներ շարունակ շատ ավելի բարդ իրավիճակներում է կողմնորոշվել ու բառից բուն իմաստով կյանքի գին ունեցող որոշումներ է ընդունել, բազմիցս թե մարտի դաշտում, թե թշնամու թիկունքում։ Ասել, թե նա աշխարհին վարդագույն ակնոցներով նայող միամիտ գործիչ է, վիրավորական կլինի առաջին հերթին հենց իր Արթուր Ավանեսյանի համար։ Արձանագրենք, որ Արթուր Ավանեսյանը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի միացել է քաղաքական ուժի, որի գաղափարները իրեն հոգեհարազատ է գտել և լավ է պատկերացրել դրա հետևանքները։ Այսօր էլ նրա նկատմամբ հետապնդումը փաթեթավորել որպես արցախցիների դեմ հետապնդումներ, կներեք, լուրջ չէ։ Լուրջ չեն նաև պնդումները, թե նրան հետապնդում են Արցախում լավ կռվելու համար։ Պետք չէ ամեն ինչ այդքան էժանացնել։ Թեման այս կտրված քով շահարկողներից շատերը վստահ եմ լավ գիտեն, որ հնարավոր չէ քաղաքականության մեջ մտնել ու մաքուր մնալ։ Այդ դեպքում ինչու եք քաղաքականության կեղտաջրերի մեջ նետում այն ամենը, ինչը արցախցիների համար ամենաթանկն է՝ հերոսներ, անձնազոհություն, հայրենասիրություն, ինչու եք ներհայաստանյան քաղաքական առևտրի և ինտրիգների մեջ մսխում այն, ինչը դեռ մնացել է արցախցիներին անգամ հայրենի հողի կորստից հետո։ Ըստ կանխատեսումների հավաքական առումով արցախահայության համար հայաստանյան առաջիկա ընտրությունների արդյունքում գրեթե ոչինչ չի փոխվելու։ Դա գիտեն նաև բոլոր քաղաքական ուժերը։ Բայց ոմանք արցախահայերին շարունակում են օգտագործել որպես զանգակ աղմուկ հանելու և ուշադրություն գրավելու համար, իսկ ոմանք որպես կարմիր կտոր արցախահայերին թիրախ դարձնելով ամենակատաղի հարձակումների ու ատելության խոսքի համար։ Այ դրանից է, որ պետք է խուսափել։ Մնացածը ըստ յուրաքանչյուրի անձնական համոզմունքների, որը ընտրության իրավունք ունեցող արցախցիները կարտահայտեն իրենց քվեարկությամբ։ Ընտրություններին մնաց մոտ 1.5 ամիս։ Մինչ այդ ու ասենք դրանից հետո էլ ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ, կհանդիպենք։